Բարեզես, ուրեմն մի քանի հատ բարեփոխումների մասին եմ ուզում խոսել։ Խոսալուծում, շատ են խոսում սրա մասին, լուծումները դեր չեք տվել, եւ սա լուծումը ընդհանրապես պիտի նայեք դուրսի օրինակին, ինչպես են անում, Եվրոպայում, ԱՄՆ-ում օրինակ քաղաքապետարները, մեծ քաղաքի քաղաքապետարները բոլոր ունեն իրենց շին բարեկարգման վարչությունները, որ ունի տեխնիկա եւ ասֆալտի պաշարներ, որը անմիջական լուծումներ են տալիս, emergency repairs, ինչու մենք չունենք, ասենք քանի տարի պիտի այսպես շարունակվենք, ամեն անգամ պիտի tender հայտարարեք, մի ամիս, երկու ամիս սպասենք, փոքրից կարող սկսեք թաղապետարները մի քանի մեշոք շիբին կամ սարը ասֆալտ ունենան, գնան տան, այնտեղ տեխնիկական աշխատողներ ունեն, բանվորներ ունեն, եթե պետքա դրանք ավելացրեք։ Ես չեմ հասկանում ինչու այդ արագ լուծումներ չեք անում տակ։ Ոնց որ հատուկ եք անում, որ իշխանափոխություն լինի, մենք կանկանենք, ես չգիտեմ, կարող է դա է ձեր նպատակը։ Եղավ, մյուս խնդիրը մենք ունենք ուռճացված եւ ոչ արդյունավետ աշխատակալ քաղաքապետարանում եւ թաղապետարաններում այլ պետությունները անցել են նոր հանրային կառավարման մեթոդի, կոչվում New Public Management։ Տեղակալ հասկացողությունը գոյություն չունի այնտեղ։ Այսինքն ինչ տեղակալ, ինչ է մարդու գործի նշանակությունը, այսինքն կա բաժնի պետ լինի եւ նույն ժամանակ տեղակալ լինի, բայց մենք ունենք 4 տեղակալ քաղաքապետարանում, թե 4-ը կես, դուք էլ եք ոնց չգիտեմ։ Թաղապետարներում մեծ մասը 10-ը, եթե չեմ սխալվում, ունենք փող թաղապետներից բացի դե ունենք թաղապետ, հետո ունենք վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար, հետո այնպես թաղապետարանում գլխավոր մասնագետ, իրավաբան, գլխավոր մասնագետ մարդկային ռեսուրսների կառավարման գծով, առաջին մասնագետ, առաջատար մասնագետ, այս ոչ մի բաժին չի, այս ընդամենը ղեկավար բաժինն է թաղապետարանում։ Մենք դուք այսինքն ստեղծում եք երթևեկության կենտրոնի կառավարման կենտրոն, մի հատ տնօրեն եք դրել 1,800,000 դրամ, մի հատ էլ փոխտնօրեն 1,700,000 դրամ։ Հիմա փոխտնօրենը ինչ անելու, այսինքն որ տնօրենը չի անում, մի հատ էլ ազգակազմի կառավարման ղեկավար, մի հատ էլ ազգակազմի հավաքագրման մասնագետ, այսինքն նույն գործառույթներն են, նույն 4 մարդ դրեք նույն գործառույթի համար։ Այսպես բան գոյություն չունի նորմալ երկրներում, ես բոլորս սրանք պիտի վերանայվի եւ այս խցանման կենտրոնը մի շանիմաստությունը կա, որտեղ դուք ձեր օրենքներով խցանումներ եք ստեղծում։ Ես խնդրեի ձեզանից պարոն Ավինյանին, ստեղ չի պարոն Փամփուչյան, խնդրում եմ մեր հաշվին, քաղաքապետարանի հաշվին, մեր երկրի ոստիկանապետին ուղարկեք արտասահման փորձաշրջան ասնի։ Մի հատ ուսումնասիրի մի 6 ամիս մի տարի հասկանա ոնց են ոստիկանություն, որ ոստիկանը Երևանում, Հայաստանում չկա կապոտի վրա մեքենան ճանապարհի մեջտեղ կապոտի վրա արձանագրություն կազմի։ Միշտեր ժողովուրդը 2-3-4 կիլոմետր բանի մեջ է, խցանման մեջ են։ Այսինքն ինչ մակարդակի եք դուք, որ ճանապարհի մեջտեղը ոստիկանը կանում արձանագրություն է կազմում, կամ խաչմերուկների մեջտեղը մարդիկ գնում են կանաչ լույսա, դեմը փակ է, գնում են խաչմերուկը փակում են եւ չեն տու կանվում։ Որ երկրում այդպես բան կա, ես չեմ հասկանում, խնդրում եմ էլի, կամ ոստիկանապետին փոխեք, ընդհանրապես չի կարող աշխատի, փոխեք։ Նոր բերեք։ Դուրսում սովորած հասկացող մարդ լինի։ Մյուսը, համատիրությունների խնդիրը, այստեղ համատիրությունները բոլորովին անտեսված են եւ անօրինական դաշտում են աշխատում։ Մենք ունենք համատիրության օրենք, նորմալ օրենք է։ Եվ կարծում եմ դուք նույնիսկ քաղաքապետարան չեք հասկանում այդ օրենքը, որտեղ ձեր պաշտական կայքեջում համատիրության նախագաններ եք դրել, որը ոչ մեկը նախագահ չէ, նախագահ համատիրության ընտրված մարդը եւ բնակիչ չի կարող աշխատող լինի կառավարիչ։ Դուք կառավարիչի ու նախագահի տարբերությունը չգիտեք։ Շենքերը ժողովրդի տելուսում են 51%-ով ամեն շենք, կարող հավաքվեք, քվեարկեք ձեր բնակիչներով վարչություն եւ նախագահ ընտրեք եւ բարձեք ձեր կառավարման մարմինը։
Այս մենաշոններ պիտի փլուզվի քաղաքապետարան դեր ունի այս անկապ համատությունները քանդի, սրանք ես գիտեմ ինչու եք պահում իրանց, որովհետև նախկինում եղել են ընտրակաշարքի ձևեր համատությունը եւ դուք շարունակում եք այս նույն մեթոդաբանությունը։ Մյուս քաղաքապետարանը պիտի այս շան փլուզի, վերջացնեն։ Դպրոցների մանկապարտեզի մասին ժամ չեղավ խոսեմ, եղավ։ Արմենակ Դանը